Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը։ Օրեր անց հոկտեմբերի 20-ին տեղի կունենա Հայաստանի գրողների միության արտահերթ նիստը, որտեղ փակ քվեարկության արդյունքում իհարկե կընտրվի միության նախագահը։ Այս անգամ փոխվել է ընտրության կարգը եւ միության նախագահի թեկնածուները իրենց ծրագրերը պետք է ներկայացնեն մինչև հոկտեմբերի 16-ը։ Այնուհետև արդեն դրանք կհրապարակվեն գրական թերթում եւ կայքում, որպեսզի Հայաստանում, թե Արցախում եւ թե Սփյուռքում բնակվող միության անդամները կարողանան կարդալ եւ անել իրենց անկողմնակալ ընտրությունը։ Այսօր մարդկային գործոնի եթերում քննարկելու են գրողների տեսակետը, կարծիքը, իհարկե փակ տարբերակով նրանց ընտրությունը եւ առհասարակ ինչ սիստեմային փոփոխություններ են արվելու ընդառաջ հենց հոկտեմբերի 20-ին։ Բարի երեկո, եթերում մարդկային գործոնն է։ Հայաստանի գրողների միությունը ստեղծվել է ԽՍՀՄ գրողների միության հետ միաժամանակ 1934 թվականի օգոստոսին։ Մինչ այդ հայ գրողները մտնում էին գրական զանազան միավորումների մեջ, սակայն 30-ական թվականների սկզբից տարբեր գրական միավորումները մնացին անցյալում եւ ստեղծվեց մեկ միություն։ Այս տարիների ընթացքում միությունը ղեկավարել են հայտնի ու տաղանդավոր հայ գրողներ։ 1946 թվականի սեպտեմբերին Հայաստանի գրողների միության երկրորդ համագումարը վարչության նախագահ է ընտրել Ավետիք Իսահակյանին։ 8 տարի անց Ավետիք Իսահակյանը նորից վերընտրվել է։ Իսկ 1959 թվականից մինչև 1976 թվականը Հայաստանի գրողների միության առաջին քարտուղար է ընտրվել Էդվարդ Թոփչյանը։ 1976 թվականից 1986 թվականը միությունը ղեկավարել է Վարդգես Պետրոսյանը։ Միության հաջորդ ղեկավարը Հրաչյա Հովհաննիսյանն էր, իսկ 1991-ից 94 թվականները Հայաստանի գրողների միության նախագահը Վահագն Դավթյանն էր։ 1994 թվականին արտահերթ համագումարը գրողների միության նախագահ է ընտրում Ռազմիկ Դավոյանին։ Նորից 2 տարի անց 1996-ին արտահերթ համագումարի արդյունքում Հայաստանի գրողների միության նախագահ է ընտրվում Հրանտ Մաթևոսյանը։ 2001 թվականին միության նախագահ է ընտրվում Լևոն Անանյանը։ 12 տարի ղեկավարելով միությունը Լևոն Անանյանը 2013 թվականի սեպտեմբերի 2-ին հեռացավ կյանքից։ Այսօր բազմանդամ միությունում նոր ընտրություններ են սպասվում, թե ով կլինի միության հաջորդ նախագահը կորոշվի հոկտեմբերի 20-ին սպասվելիք համագումարում։ Հոկտեմբերի 20-ի ընտրություններին ընդառաջ այսօր կփորձենք քննարկել եւ հասկանալ, հրավիրենք միանգամից մեր առաջին հյուրին, գրող հրապարակախոս Անդիր ամսագրի գլխավոր խմբագիր, մեր հարգարժան հյուր Մերուժան Տեր-Գուլանյանին։ Բարի երեկո։ Եվ արտիստիկ Համեցեք։ տեսու ես ասում։ Պարոն Տեր-Գուլանյան, նախ շնորհակալություն գալու համար եւ միանգամից հարցս այսպիսին է. Դուք 78 թվականից եք, եթե չեմ սխալվում, Հայաստանի գրողների միության անդամ։ Մանկությունից կարելի ասել, էլի այդպես։ Ասենք պատանեկությունից։ Պարոն Տեր-Գուլանյան, ինչ է տալիս միությանն անդամագրվելն առհասարակ եւ երկրորդ հարցս, որը ուզում եմ միանգամից տալ, փոխել եք մի քանի միության նախագահներ, հա? Միության մի քանի նախագահ։ Այ հետաքրքիր է ում օրոք ինչպիսի բարեփոխումներ կամ շարժեր նկատում։ Այդ ընթացքում սիրելի Նազարի փոխվել է նաև հասարակարգը։ Անշուշտ։ Իմ ճանաչած իմ կյանքի ընթացքում լավագույն գրողների միության լավագույն նախագահը Վարդգես Պետրոսյանն էր։ Իր ժամանակ խորհրդային շրջանում լրիվ այլ խնդիր էր։ Օրինակ գրողների երիտասարդ սերունդին, այդ թվում նաև ինձ, իմ սերունդին եւ իզնից մի քիչ ջահելներին, իզնից ավելի ավակներին, Վարդգես Պետրոսյանի շնորհիվ բոլորս բնակարան ստացանք։ Անտերական տղեկ էինք, գրողներ էինք եւ այլն, բայց դե տուն չունեինք։ Ամեն մեկը մի գավառից եկած եւ այլն։ Բայց այն ժամանակ հնարավորություն ուներ գրողների միությունը այդ բանն անելու, որովհետեւ կար իշխանություն, իշխանությունը ֆինանսավորում էր գրողներին։ Մեծ հոնորարներ էին ստանում, մարդիկ գրքեր էին հրատարակվում անվճար եւ բազմաթիվ մեծ տպականակներով, սակայն կար մեկ ուրիշ բան։ Պետությունը տալիս էր այդ փողը եւ ասում էր, պատվիրում էր, թե ինչ պիտի գրես։ Այո, ցենզուրա, եւ ինչ չպիտի գրես, այո։ Այնպես որ մի քիչ հարաբերական է ասել, թե ով է ավելի մեծ ազդեցություն թողել։ Հասարակարգի փոփոխության ժամանակ Հրանտի պես մեծ գրողը, բացառիկ մեծ երևույթը, իմ կարծիքով Հրանտը Չարենցից հետո ամենամեծ երևույթն է մեր գրականության մեջ, բայց Հրանտի շրջանում արդեն գրողների միությունը խորհրդային այդ բանը թիգունքը չուներ, որ կարողանար ինքը գրողներին օգտակար լիներ այս կամ այն ձևով, այդ թվում նաև բնակարաններով, ֆինանսապես եւ այլն։
Բայց նշեցին գրքերի պահը, պարոն Տեր-Գուլանյան, ներեցեք ընդհատելուց, 2001 թվականից մենք ինչպես նայեցինք նաև տեսանյութում, արդեն երջանկահիշատակ Լևոն Անանյանն էր Գրողների միության նախագահը, հետաքրքիր է արդյոք այդ ընթացքում թողարկվել կամ ստեղծվել են գրքեր եւ տպվել են արդյոք Գրողների միության օգնության շնորհիվ։ Ես անկեղծ ասած մի քիչ հեռու եմ Գրողների միության ներքին կյանքից, չեմ առնչվում, այդ տարիների ընթացքում չեմ առնչվել, բայց ինչքան ես գիտեմ, Գրողների միության օգնությամբ առաջի գրքեր հրատարակվելու իմաստով։ Ենթադրենք, ներողություն եմ խնդրում իմ մասին մի բան պիտի ասեմ, Հայաստանի անկախության շրջանում ես հրատարակել եմ 7 գիրք եւ ոչ մեկը չի հրատարակվել պետական պատվերով։ Իմ գրքերը հրատարակել եմ ես, իմ ընկերներն են ֆինանսավորել, եղբայրներս հարազատ, այո, եւ երբևիցե ես չեմ բան արել այդպես։ Միշտ մտածել եմ, որ դա ջահելների բաժինն է։ Պետության կողմից հովանավորվել։ Այո, իսկ գրքեր շատ են հրատարակվել, այո։ Շնորհակալություն։ Այս պահին թույլ տվեք հրավիրել մեր հաջորդ հյուրին, Հայաստանի Գրողների միության նախագահի պաշտոնակատար գրող Էդուարդ Միլիտոնյանին։ Համեցեք։ Համեցեք, պարոն Միլիտոնյան, եւ հարցս միանգամից այսպիսին է։ Հիմա ներկայումս դուք Գրողների միության նախագահի պաշտոնակատար, որը ըստ էության չի տարբերվում նախագահի բուն ֆունկցիաների կատարողից, որովհետև կարծում եմ հիմա ավելի շատ է աշխատանքը, քան կարող էր պատկերացնել որևէ մեկը։ Սակայն մինչև սպասվելիք ընտրությունները, լավ, ինչ նպատակ կամ ինչ տրենդ, ինչ ուղղություն է որդեգրել իր համար միությունը։ Եվ որպես պաշտոնակատար արդյոք կարողանում եք տանել որոշակի ուղղությամբ։ Դա միությունը չի կարող ասել, միությունը չի որդեգրում, որդեգրում է, ասենք, հիմնական վարչությունը, նախագահությունը, նախագահը կամ նախագահողը, ուրեմն ընդհանուր դա աշխատանք է եւ որևէ մեկը չի որոշում այսպես անել, թե այնպես անել։ Այդ հիմնական հարցերը քննարկվում են եւ արդեն տարեկան պլաններ է կազմվում հիմնական խնդիրների եւ ընթացիկ խնդիրներ բնականաբար ամեն օր ծագում են։ Շնորհակալություն, առհասարակ թվում է թե կա մի տեսակ անջրպետ սովորական հասարակության, որը չի գրողների մասը չի կազմում, հա, եւ գրողների միջև։ Եվ հաճախ սա վերագրում է նաեւ գրողների միության հետ կապված որոշակի աշխատանքներին, կամ ասում են, որ գրողները ծառանում են, կղզիանում են եւ մի տեսակ զերծ են մնում անմիջական շփումներից։ Արդյոք սա այդպես է։ Բնականաբար ոչ, այդպես չի կարող լինել, որևէ գրող ինքը որպես ստեղծագործող, մտածող, ինքը իհարկե կղզիանում է իր ստեղծագործական վիճակով, իր սեղանի մոտ, բայց ստեղծագործությունը այն կամուրջներն է գցում ընթերցողների ու հասարակության միջև, որը անհրաժեշտ է գրականության համար, եւ ընթերցողների եւ գրողի, այնպես որ գրողների միությունը չի կղզիանում, այստեղ նստած մեր հիմնական դեմքերը նրանք անմիջական շփումների մեջ են իրենց տեխնիկական եւ այլ էլեկտրոնային միջոցներով, իրենց խոսքերով, իրենց հանդիպումներով, իրենց գրականությամբ, մի խոսքով ես չեմ կարող բոլոր գրողների անունից խոսել եւ ընդհանրապես որևէ նախագահ կամ նախագահող իրավունք չունի բոլոր գրողների անունից խոսել, ամեն գրողն իր խոսքը, իր ծրագիրը, իր կարծիքը, բայց ես կարծում եմ յուրաքանչյուր գրողի հիմնական նպատակներից մեկը գրելով, շփվել, հանդիպել ընթերցողների հետ։ Շնորհակալություն, ինչպես նշեցիք, այստեղ են մեր տաղավարում մարդիկ, ովքեր ներկայացնում են ներկայիս հոգևոր աշխարհը, հոգևոր գրական առումով։ Թույլ տվեք ներկայացնել Տիկին Սուսաննա Հարությունյան, արձակագիր, Հայաստանի արձակագիրների ակումբի նախագահ եւ 10 տարի Ինչ գրողների միության անդամ։ Բարի երեկո։ Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի պետական համալսարանի դասախոս, Գրողների միության անդամ Հայկ Համբարձումյան։ Ողջույն։ Այս կողմում արդեն մեզ մոտ հյուր եղած Արքմենիկ Նիկողոսյանը, գրականագետ է, ինչպես նաև Գրողների միության անդամ, բարի երեկո Արքմենիկ, եւ Լիտոպեդիա էլեկտրոնային հանրագիտարանի հիմնադիր, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյան։ Ողջույն։ Տիկին Սուսաննա 10 տարի Ինչ միության անդամ եք, Գրողների միության, եւ չեմ ուզում ընդհանրացնել իհարկե, բայց բոլոր միությունները իրենք ներսում որքան էլ եռուն գործունեություն ունեն, հաճախ դա դրսից այդքան երևելի չէ։ Ձեզ որպես գրողի ինչ է տալիս Գրողների միության անդամ լինելը եւ արդյոք ինչպիսի կոորդինալ հետաքրքիր փոփոխություններ կարող է անել Գրողների միությունը որպես միություն։ Ես պիտի ասեմ, որ մենք երբեմն Գրողների միությանը վերագրում ենք նաև պետության ֆունկցիաները, Գրողների միությունը ինքը կազմակերպում է ժամանակակից գրական ընթացքը եւ այդ առումով դա ինձ բավարարում է։ Ինձ տալիս է սեփական տեսակի հետ շփվելու հաճույքը։
Այն որ դու միայնակ չես, որ քեզ հետ էլի շատերը կան, որոնք սիրում են տառը, սիրում են գիրը եւ այստեղ կապ չունի թե դու կամ նրանք ինչ որակի կամ ինչ տեսակի գրականություն են ստեղծում։ Վերջին հաշվով կա մի միջավայր, որտեղ դու կարող ես շփվել քո տեսակի հետ եւ նրանց ներկայացնել քո գործերը։ Մի տեսակ շատ դժվար է լինել եւ process-ի մեջ գրական ընթացքում եւ կարծիք հայտնել այդ միության, այդպես ինքդ քո մասին իհարկե երբեք չես նկատում քո թերությունը այդպես ընթացքից։ Տարիներ հետո գուցե գնահատես, որ սա լավ էր, սա վատ էր, բայց այսպես այսօրվա գրական կյանքը ինձ դուր է գալիս, նույնիսկ իր թերություններով հանդերձ։ Շնորհակալություն Տիկին Սուսաննա։ Աշոտ, ի տարբերություն պարոն Տեր Գուլանյանի, որը 79-ից է գրողների միության անդամ, դուք կարծեմ 2007-ին եք անդամակցել, արդյոք ինչն էր պատճառը ստեղծելու լիտոպեդիայի պես նոր սիստեմ։ Երբ ասում են գրողների միություն գրող, հասարակության մեջ ընդհանրապես լրատվամիջոցներով բան այն կարծիքն է, որ գրողների միությունը եւ գրողը անընդհատ պահանջողի պետությունից ինչ որ ակնկալիքներ ունեցողի դերում է։ Միայն գրողների միությունը չէ առհասարակ միությունները։ Նույնիսկ ստեղծագործական միությունները։ Կարծում եմ հասարակական կազմակերպության իր հնարավորություններ են տալիս, որպեսզի կարողանան գրողների միությունը ինքը իրեն կառավարել, ինքը իրեն սնել եւ նույնիսկ մեծ ծրագրեր իրագործել, որ այսօր երազանք ու պատրանք է թվում։ Այդ մեծ ծրագրերի մասին շատ կուզեմ հետո խոսենք։ Երիտասարդ սերնդի ներկայացուցիչները սովորաբար լինում են ավելի ընդդիմախոս, ընդ որում ոչ վատ առումով, այլ կառուցողական։ Հայք հետաքրքիր է ձեր տեսակետը եւ արդյոք ինչպիսի գիտեք ինչն է հարցը, մենք անընդհատ խոսում ենք միություններից եւ ինչպիսի ստեղծագործական լավ խտանյութ է այնտեղ հավաքված, բայց իրականում դրսի հասարակությունը ենթադրենք ես, որը գրող չեմ, ես չգիտեմ թե ինչպիսի գործունեություն է ծավալվում եւ ինչով կարող եմ ես որպես քաղաքացի օգտակար լինել կամ օգտվել։ Այս պարագային խնդրում եմ ձեր տեսակետը։ Կարծում եմ, որ խնդիրը ի սկզբանե սխալ է դրվում, մենք էլ հաղորդման սկզբում տեսանք, որ գրողների միությունը միշտ ասոցացվում է խորհրդային շրջանում այդպես խոշոր անհատների, առանձին նախագահների հետ, բայց գրողների միությունը մեծ կառույց է, որտեղ ասվեց, որ կա վարչություն, անդամներ կան, առանձին սեկցիաներ կան, մարդիկ գործունեություն են ծավալում։ Այսինքն, բայց սա բավարար չէ, մշտապես հասարակությունը գուցե նաև լրատվամիջոցներն են ինչ-որ չափով մեղավոր այստեղ, որ սա դառնում է իսկապես քաղաքական ընտրությունների նման ինչ-որ բան, կարևոր են անձերը, բայց իրականում պետք է կարևոր լինեն ծրագրերը։ Եվ ես էլ երբ անդամագրվեցի այս տարի գրողների միությանը, նույնպես հետապնդում էի այդ նպատակը, ցանկություն ունեի, որպես տեսնել ծրագրերը եւ փորձել իմ ծրագրերը իրականացնել, օգտվելով այն հնարավորություններից, որ իսկապես գրողների միությունն ունի, սակայն ըստիս շատ քիչ է օգտագործում։ Ինչն է պատճառը չգիտեմ, բայց նույնիսկ այս ընտրությունների պարագայում կարծում եմ, որ պետք է նախապես ներկայացվեն ծրագրերը, թերևս ծրագրերը կներկայացվեն, դեռևս տեխնացուներն էլ հայտնի չեն, որպեսզի գրողների միության անդամը կարողանա կողմնորոշվել, արդյոք անհրաժեշտ է այս մարդուն ընտրել կամ ընդհանրապես անհրաժեշտ է այս մարդկանց խմբին ձայն տալ եւ կարող է հետագայում այս մարդիկ իսկապես վերացնել հասարակություն գրականություն, հասարակություն գրողներ այս անջրպետը, որի մասին դուք ասացիք, որովհետեւ իսկապես այսօր նոր ավելի այսպես լուրջ մեթոդներով, նոր մեթոդներով, տեխնոլոգիաներ օգտագործելով, նոր մարդկանց ներուժ օգտագործելով պետք է ծրագրեր իրականացնել, որպեսզի այս ինտելեկտուալ հոգեոր անկումը կանխվի ինչ-որ կերպ, որը մենք տեսնում ենք, թե ասում են, որ շատ են կարդում եւ այլն։ Որ կարելի իրականացնել մեկ ծրագիր մի օրինակ բերեք դուք շարունակում եմ անհրաժեշտ չափազանց զարգացնել կամ շատ զարգացնել կապը գրողների եւ դպրոցի միջեւ առաջին հերթին, որովհետեւ դպրոցում մենք ընթերցող ենք դաստիարակում, պետք է խթանել մանկապատանեկան եւ մանկական եւ պատանեկան գրականության ստեղծումը եւ այդ տարածումը դպրոցներում, բուհերում պետք է գրական մամուլը զարգանա, ոչ թե այնպես ինչպես այսօր կա տպվի, ընդհանրապես չթերցվի մնա պահեստներում, խմբագիրների մեղքով հաճախ եւ այլն, այլ տարվի հանդիպումներ կազմակերպեն համալսարաններում, մասնագիտական եւ ոչ մասնագիտական ֆակուլտետներում։ Ես ինքս եւ պոպուլարիզացիան ի վերջո տպագիր մամուլը փնտրում ես չես գտնում։ Առանց որևէ շահի եւ նույնիսկ մինչ գրողների միության անդամակցելը ամեն օր քարոզում ենք, ես մասնավորապես Երևանի պետական համալսարանում դասընթացների ընթացքում ամեն օր առանց շահի, առանց սուբյեկտիվ որևէ մոտեցման ներկայացում մեր գրողների ստեղծագործությունները։ Երկու ծրագիրը, չէ՞, իրականացնի գրողների միությունը մեծ գործ արած կլինի։ Շնորհակալություն Հայկ, շնորհակալություն պարոն
Տեր Գուլանյան, հրաշալի հարցադրում էր, ոնց հասկացա, դուք ունեք նաև արդեն երկրորդ տարբերակ, չէ՞, մասնագիտական։ Ծրագրերը իհարկե շատ կան, բայց պետք է ծրագրերը իրականացնեն, մարդիկ պետք է համախմբվեն, մարդկանց պետք է գուցե ֆինանսավորեն, որոշակիորեն գրականագետները չեն կարող իրենց Ես ներողություն եմ խնդրում։ եւ գնալ։ Սա ավելի հետաքրքիր գլի դիալոգի դարբերակով Նազեն ջան, եթե սկզբունքորեն դեմ չեք, չէ, ուրիշ մի բան պիտի ասեմ։ Ասեք։ Բարոն Միլյոդյան, Էդիկ ջան, քանի գրողների միության անդամ ունենք։ Գրողների միության քանի անդամ ունենք։ 520 520։ Հետաքրքիր մի հարց տամ։ Հետ բոլորիս է հարցը վերաբերվում։ Մեսրոպ Մաշտոցից մինչև օրերը, մեր օրերը հայ ժողովուրդը 500 գրող ունի։ Այստեղ խնդիրը գրողների միությունը վարչական միայն գրողներ չեն, կան թարգմանիչներ, գրականագետներ, ուղղակի մարդիկ ովքեր գրքի հետ առնչություն ունեն, գուցե քարոզում են, ներկայացնում են, այստեղ միայն Չէ, իմ ասելիքն այն է, որ գրողների միության կազմը ինքնին շատ է ուռճացված։ Ես չեմ կարող ասել ուռճացված է թե ոչ, բայց ես կարող եմ ասել, որ նաև գուցե ինձ համար ցանկալի կլիներ, որ գրողների միության նախագահ ոչ թե ստեղծագործող մարդ լիներ, ում գործը ստեղծագործելն է, այլ լիներ Լավ մենեջեր, տնօրեն, ով կկարողանա կազմակերպել եւ լուծել այդ բոլոր խնդիրները։ Հայկ անչափ շնորհակալ եմ բարձրացրած թեմայի համար, պարոն Տեր Գուլանյան, կարճատև դադարից հետո մենք կշարունակենք այս թեման։ Գրականագետներ են մարդիկ են, որոնք ցաղողված գրողներ են։ Ցավոք գրողների միության անդամ են դարձել նաև մարդիկ, որոնցից շատերը ես չեմ վախենա ասել, որ նույնիսկ կիսագրագետ են։ Չեղած գրողը, չկայացած գրականագետը, չկայացած այլ մասնագետը իրեն մենեջեր հորջորջող, նա գալու է եւ տապալելու է այդ միությունը։ Ինչի է պետք գրողների միության վարչությունը եւ ինչու է պետք նախագահություն։ Արդեն քանի տարի մենք առաջադիմություն բորալով հետ ենք գնում։ Դասական գրականության մեջ փնտրեք այսօրվա խնդիրների պատասխանները։ Հիմա մենք 6 հոգով 8 երկ ենք երկում արդեն, հենց հիմա, հենց այստեղ։ Գրողների միության նախագահ եւ պիտի մեծահոգի լինի եւ խանդի տեսարան չպիտի սարքի պիտի ընդունի որ ինքը գրողների միության նախագահ է սակայն իրանից տաղանդավոր գրողներ կան Սիրելի հեռուստադիտողներ, մարդկային գործոնի տաղավարում այսօր առավել քան կարևոր մարդկային գործոնի համար երևույթն են քննարկում գրողները, գրողների միության առաջիկա ընտրությունները, նախագահության ընտրությունները եւ այս պայն թույլ տվեք հյուր մեր հաջորդ հյուրին հրավիրել, որը Երևանի գրողների միության նախագահն է Աբգար Ափինյանին։ Բարի երեկո, բարի գալուստ, պարոն Ափինյան։ Հետաքրքիր է, որ միանգամից կարճ հարց եմ տալիս, քանի հոգի կա Երևանի գրողների միությունում անդամագրված։ Շուրջ 50։ Մոտ 50։ Ահա։ բոլորը երևանցի են։ Կարծում եմ հենց երևանցի լինելու փաստը չէր էական, բայց հարցը Բոլորը երևանցի չեն։ Ահա։ Չեմ կարծում, որ երևանցիությունն է այստեղ չափանիշը։ Շեշտում է Երևանի, ուրեմն կարևոր հանգամանք է դա։ Դե որովհետև եթե աշտարակինը լիներ, արդեն աշտարակում կլիներ հավանաբար, բայց չգիտեմ։ Տիկին Սուսանա, դուք ուզում եք ավելացնել, ավելացրեք եւ անցնենք մյուս։ Մենք այսօր հայտնվել ենք այնպիսի մի իրավիճակում, երբ արհամարվում է մեր լեզուն, մեր արժեքները, մասսայական լրատվամիջոցները չեն պրոպագանդում ոչ միայն ժամանակակից, այլև դասական գրականությունը։ Եվ մարդիկ, ովքեր գրող չեն, բայց մեր մշակույթի գրողն են, նրանք փայլուն գիտեն մեր լեզուն, մեր մշակույթը, պրոպագանդում են, սովորեցում, աշխատում են բուհերում եւ այլն, նրանք բոլորը այսպես ներխուժում են գրողների միություն զուտ տեսակի պահպանման վախից ինձ թվում է։ Չասեցիք, տեսակի։ Բայց դա էլ հենց բերում է այն կղզիացմանը, որի մասին ես խոսում էի։ Պետք է ասեմ հետեւյալը, այստեղ սարսափեցնողը ոչ թե այն է, որ այդ անդամները շատ են, ինձ ուրախացնում է, որ դեռ այդքան մարդ հայոց գրին հավատարիմ մնացել է այս ապականված աշխարհում։ Ավելի լավ չէր լինի, որ նրանք անդամ չլինեին 500 հոգի չլներ անդամ, ներողություն եմ խնդրում։ Ենթադրենք լիներ 100 հոգի անդամ, բայց 1000 հոգի համագիր լիներ։ Այո։ Եվ այդ 100 հոգի գործող լիներ։ Բայց այստեղ սարսափեցնողը ոչ թե անդամների առատությունն է, այլ պետք է զգույշ լինել նրանց հանդեպ վերաբերմունքի հարցում, որ 500-ին չդիտել նույն հարթության վրա։ Արքմենիկ հետաքրքիր է ձեր պարագան, հա, երբ դիտարկում եք եւ գրական դաշտի զարգացումներն ու այս վայրի վերումները, մանավանդ պարոն Տեր Գուլանյանը նշած 500-ից ավելի անդամների պարագային, հա, ինչպիսի իրավիճակ է ներկայանում։ 500-ից ավելը դա միայն Հայաստանինը չէ, դա Արցախը եւ Սփյուռքի հայ գրողները։
Այո, բայց Հայաստանի միության անդամակիցներն են։ Ես այսպես կասեմ, նման վերաբերմունք ընդհանրապես թվի քանակի հետ կապված գրողների միության անդամության միշտ էլ ծագում է եւ նմանատիպ հարցեր միշտ էլ ծագում են, բայց մենք միշտ մոռանում ենք մի շատ կարևոր հանգամանք, որ գործ ունենք կենթանի գրական process-ի հետ եւ նման առատությունը մարդկանց ինչ որտեղ նաև բնական է։ Ես տարբերակներով եմ ասել, նույն Չարենցի ապրաջամանակաշրջանում էլ հաստատ մի 600-700 գրող կար, այսպես ասած։ Եվ ընդհանրապես Դավիթ Գասպարյանի գրքի օգտագործած գրականության ցանկը նայեք, մենակ ֆուտուրիզմի շրջանում քանի այդ տեսակ գիրք է տպվել, կարծեմ 800-ից ավել է։ Մի բան գրողների միության անդամ են, մի բան ֆուտուրիստները։ Բայց եթե չլինեն, պարոն Տեր-Գուլյանյան, բայց եթե չլիներ այդ քանակը չէին լինի որակը։ Այ այստեղ ավելի շատ այդ դրա վրա պետք է ծանրանանք այդ խնդրի, որ գրողների միությունը կազմակերպելով գրական կյանքը քիչ թե շատ լավ, նաև իր բացական կողմերը ունենալով այս տարիների ընթացքում չի կարողացել հստակ պահպանել իսկապես չափանիշները եւ ցավոք գրողների միության անդամ են դարձել նաև մարդիկ, որոնցից շատերը ես չեմ վախենա ասել, որ նույնիսկ կիսագրագետ են, մարդիկ, որ ընդհանրապես հանգամանքների բերումով իրենց ծանոթի հորեղբոր, չգիտեմ, ֆինանսներով ինչ որ մի բրոշուր են տպել եւ դարձել են գրողների միության անդամ, այդ այսպես կոչված դեմոկրատական քաղաքականության նաեւ արդյունքում։ Եվ ես կարծում եմ, որ առաջիկա ընտրություններում ընտրված նախագահի թիվ 1 խնդիրներից կամ թիվ 1 խնդիրը պետք է լինի նախ եւ առաջ հստակ չափորոշիչներ ворթեգրել եւ գրողների միության անդամ լինելը չդարձնել չափանիշ եւ այն քիչ թե շատ ֆինանսական միջոցները, այն քիչ թե շատ հնարավորությունները, թարգմանվելու հնարավորությունները, աշխարհին ներկայացնելու հնարավորությունները պետք է իսկապես կատարվեն խիստ ընտրությամբ, որպեսզի հենց այդ քաղաքականության միջոցով մենք կարողանանք ոնց են ասում, որոմը զատել ծորենից եւ կարծում եմ, որ այդ կերպ նաեւ գրողների միության հեղինակությունը կբարձրանա նաեւ մեր հասարակության աշխում։ Շնորհակալություն Արքմենիկ, ես չգիտեմ որն է եղել պատճառը պարոն Ափինյան ստեղծելու Երևանի գրողների միության պատճառը եւ ըստ էության Հայկի բարձրաձայնածն է հենց երևանցիները, թե ոչ, խնդրում եմ ասեք ինչպես եւ Միանգամից ասեմ, որ Ռուսաստանում ավելի քան 100 գրողների միություն կա։ Ռուս գրողների միություն, Ռուսաստանի գրողների միություն, Մոսկվայի գրողների միություն եւ այլն։ Եթե մենք ուզում ենք ունենալ համերաշխ գրական համայնք, եթե մենք ուզում ենք ունենալ նոր ժամանակներին համապատասխանող ու ներդաշնակ գործող գրողների միություն, մենք պետք է համարձակ գնանք բարեփոխումների։ Այդ բարեփոխումների առաջինը պետք է լինի հետեւյալը։ Հայաստանի գրողների միությունը վերածվելու է բոլոր գրական ակումբները միավորող մի կազմակերպության։ Ինքը իբրև մայր միություն այդ իրավունքը նվաճել է։ Եվ նրա տանիքի ներքո գործելու են գրական տարբեր ակումբներ, որովհետև այդ բազմազանությունը ակումբների հենց բերելու է այն բազմախոսությունը, այն ալտերնատիվը, որ գրականության այսօր անհրաժեշտ է օդից առավել։ Մի հարց պարոն Ափինյան, ովքեր են անդամակցում Երևանի գրողների միությանը եւ ինչ չափանիշներով, առհասարակ ինչ չափանիշներով։ Մեզ համար բացարձակապես նշանակություն չունի գիրք ունի տվյալ հեղինակը թե ոչ։ Բացարձակապես։ Գլխավոր խնդիրը հետեւյալն է։ Այդ անձը պետք է կարողանա ստեղծել գեղարվեստական բարձր արժեք։ Իսկ ինչպես եք իմանում ստեղծել եք թե ոչ։ Ես պրոֆեսիոնալ գրական քննադատ եմ եւ գրականության պատմության բոլոր ժամանակներում գեղարվեստական արժեքը որոշող է եղել է գրական քննադատությունը։ Մենք այսօր ունենք լավ քննադատություն, ակտիվ քննադատներ, բավական է հետևել գրական քննադատներին, ուսումնասիրություններին եւ հստակ երևա ով մեր գրականության մեջ ով է։ Պես համար չափանիշը գեղարվեստական արժեքն է։ Սա որպես կատակ ընդունեք, հիմա ինչ որ ասելու եմ։ Ընդհանրապես ընդունված է աշխարհում մտածել, որ գրականագետներ են մարդիկ են, որոնք ցախողված գրողներ են, որոնք փորձել են գրող դառնալ, չեն դառել, դառել են գրականագետ։ Ասել թատերագետների, կինոգետների ու բոլոր գետների մասին։ Որ ասում ես Աբգար ջան, որ գրականագետն է որոշում, թե գրողը մեծ է թե փոքր է, ես համաձայն չեմ դրան։ Ես համաձայն չեմ դրան, գրականագետը իհարկե դեր ունի, դրա մասին խոսք չի։ Չոլակ Խանզատյանին, Նիկոլ Աղբալյանին հայ գրականության պատմությունից, Հանեք Վիսարյոն ռուս գրականության պատմությունից եւ դուք կտեսնեք մի իսկական քաոս։ Օրինակ ապագա նախագահը մեր, հա, իմ կարծիքով մեր կողքը նստած է, որտեղ ես իրեն ձայն եմ տալու։ Հա։ Մենք ապագա նախագահին այո, ապագա նախագահին մենք չենք էլ մտածում այսօր ինչ որ մարդիկ էլի են ուզում, ինձ էլ էին առաջարկում եւ այլն, շատ շնորհակալ եմ, հրաժարվել եմ։ Ես որ ասում են
ոնց որ Ջավախքում են ասում thank you so much, էլի, Ղարաբաղում thank you կեմադաղ, չէ, շատ շնորհակալ եմ։ Հիմա ինչ է ասածս։ Գրողների միության նախագահը պիտի շատ լուրջ գործով զբաղվի։ Հիմա մենք այդ մարդուն դադարում ենք վերափոխել գրողների միությունը։ Մենք հին սովետական սայլը քաշելով տանում ենք մեր հետևից 520 հոգով մինչև այսօր։ Եվ այո, այդ սայլը քաշում ենք մեր հետևից եւ չենք կարողանում, բնականաբար սայլը մաշվել է։ Այդ ջրջրոցը, հա, մի հատ պիտի անջատենք, մենք իրար լսենք, որտեղ սայլի ջրջրոցն է գալիս։ Մաշված է այդ սայլը։ Խնդիրը ինչն է։ Ես օրինակ մտածում եմ, որ համենայն դեպս ես այդպիսի բան եմ առաջարկելու։ Ընդունվի դա, ընդունվի, չի ընդունվի, կեցը կյանքը։ Պես է կշարունակենք։ Ինչի է պետք գրողների միության վարչությունը եւ ինչու է պետք նախագահությունը։ Կա գրողների միության նախագահ, կան գրողների միության 3 քարտուղար, թե 4, չգիտեմ, ներողություն, հիմա 2-3 կարող է դառնա այդ առիթով։ Սեկցիաների ղեկավարները, այո, այդ նախագահությունը դա է։ Սեկցիաների ղեկավարները պոեզիայի, արձակի, գրաքննադատության, դրամատուրգիայի, թարգմանության, չէ՞։ Այս մարդիկ պիտի ղեկավարեն նախագահի գլխավորությամբ։ Ինչի է պետք այդ ամեն ինչը ընդհանրապես։ Ինչ են ժողովում նախագահություն։ Ես իսկապես լավ չեմ հասկանում։ Ինչ են անում իրենք։ Ասեք, Սուսաննա։ Պարոն Տեր-Գուլանյանի ասացին համամիտ եմ առաջարկին նախագահին առընթեր խորհուրդ 10-12 հոգանոց, որովհետև այդ հսկայական Եվ գրական մամուլի ղեկավարները։ կառույցը անօգուտ բան է։ Որոնք առնչվում են, ներողություն եմ խնդրում։ Միտքս կիսատ մնաց։ Ուրեմն սեկցիաների ղեկավարները եւ գրական մամուլի ղեկավարները։ Այս մարդիկ են, որոնք առնչվում են։ Շնորհակալություն, ասեք Հայկ։ Խոսում ենք բարեփոխումներից, բայց ելի շարունակում ենք պարոն Տեր-Գուլանյանի ասած սայլը խորհրդային շրջանից եւ այդ կառույցները նորից վերարտադրել, խորհուրդներ եւ այլն։ Թող մասնակցեն այն մարդիկ, ես չգիտեմ, խորհուրդ կկոչվի ինչ, ովքեր ունեն ծրագիր, ովքեր հստակ մի քանի հարցից բաղկացած խնդիր ունեն, կարող են իրենց առջև խնդիր դնել եւ գրողների միության ռեսուրսները օգտագործելով նաեւ ֆինանսական այդ խնդիրները լուծել։ Այստեղ է պետք հասկանալ հնարավորությունը քեզ դա։ Այդ խորհուրդը պետք է։ Ասեք Բան հավելեմ այդ Այկի ասածը նախ շարունակեմ, որ արդեն քանի տարի մենք առաջադիմություն բորալով հետ ենք գնում այդ սայլի պատմությունը եւ երկրորդը պարոն Տեր-Գուլանյանի առաջարկը ողջամիտ է, ես կողմ եմ դրան, բայց այստեղ մեկ այլ վտանգ կա։ Դա ինքն իր հերթին սպառնում է նույն սեկցիաների նախագահի ընտրությունը վերածել նման աղմկահարույց իրադարձության, ինչպիսին Հայաստանի գրողների միության նախագահի ընտրությունը։ Շնորհակալություն, Աշոտ։ Հետաքրքիր է դա, ուղղակի այդ մասում չէի մտածել անգամ, բայց դրա ձևը կարելի է։ Ասեք Աշոտ։ Գրողների միությունը պետք է դարձնել այնպիսի կառույց, որը նաև կարողանա միջազգային 1000 ու մի ծրագրեր կան գրական, կարողանա մասնակցել դրանց, դրսից մարդիկ հրավիրեն, մենք գնանք 1000 ու մի այդպիսի ծրագրեր կան, բայց մեզ մոտ կարծես դրանցից ոչ մեկը չի իրականանում, կամ իրականանում են որոշ ինչ-որ մասշտաբի ծրագրեր պտիշկա դնելու համար, որ գնացինք, այսինչ միջոցառմանը մասնակցենք։ Այսինքն գրողների միությունը վերածել է մի կառույցի, որը անընդհատ ակնկալիք ունի եւ անընդհատ ուզում է փող գործել պետությունից։ Պետությունից փողը գործում է եւ ոմանք համարում են Աշոտ պետությունից ոչինչ չի կորզում գրողների միությունը, ասեք այն ինչ որ կա, ինչու եք այդպես չիմանալով բաներ ասում։ Այսինքն պետությունից Պարոն Միլիտոնյան, որտեղից է ֆինանսավորվում, Անշուտ, որտեղից է ֆինանսավորվում գրողների միությունը ոչ մի տեղից չի ֆինանսավորվում։ Եվ են խոսքերը, թե գրողների միությունը պետությունից գումարները վերցնում, ոչ մի գումար չի վերցնում։ Միայն պետությունը չի, պարոն Միլիտոնյան, միայն պետությունը չի, սպասում է Սփյուռքայի որևէ բարերարի, սպասում է այսինչ բարերարը այսինչ մրցանակը կսահմանի, որ այսինչ մրցանակը տանք սրանք։ Դուք առաջարկում եք լինել ավելի նախաձեռնող եւ ինքնուրույն փնտրել ունենալ բարեկամներ դրա բարեկամներ չէ, Ասեք, պարոն Միլիտոնյան։ ինքը կարողանա գրողների միությունը, նայեք, գրողների միությունը ունի հրատարակչություն, խոսում են ինչի։ Գրողների միությունը ունի հրատարակչություն, ունի տպարան, բարձ օրինակ եմ բերում, բայց այսօր այդ ռեսուրսները նախապես ուներ, բայց այսօր կային հրատարակչություններ, որ 1000 անգամ լավ են կատարում իրենց հրատարակչական գործը, ավելի մեծ քարոզ են տանում ժամանակակից գրականության պրոպագանդման համար, քան գրողների միությունը։ Այսինքն Գրողների միության այդ ռեսուրսը, այսպես ասած, ուրեմն չի աշխատում։ Մի րոպե, հիմա պարոն Միլիտոնյան, նախ հասկանանք ինչ ռեսուրս է, ինչպես են 500-ից ավելի անդամները օգտվում կամ օգնում այդ միությանը, ինչպես են տեղի ունենում տպագրական աշխատանքները, եթե տեղի են ունենում, համեցեք։ Եթե ինչ-որ բան արվել է, եկեք ասենք արվել է, ավելին ցանկանանք։
եթե կա նոր ծրագիր, առաջարկենք ծրագիրը եւ որոշենք այդ լավ ծրագիրը ով է իրագործելու, թե չէ կարող են բերել այնպիսի հրաշք ծրագրեր, որ իրագործող չլինի։ Դա էլ կա։ Իսկ գուցե ծրագիրն է ստեղծում իրագործողը։ Երկրորդ Աշոտ մի րոպե։ Ուրեմն այդ տպարանը, որը նվիրատվություն է գրողների միությանը եւ հրատարակչությունը ստեղծվել են մի 4-5 տարի առաջ եւ գործել են նրանք հիմնականում պետական պատվերի եւ աջակցության գրքերը, գրողների միության անդամների դա են հրատարակել եւ կողքից եթե դիմել են նրանց, այդտեղ պետական որևէ միջոց ոչ հրատարակչության, ոչ տպարանի, ոչ էլ գրողների միության վրա որևէ պետական միջոց չի ծախսվում։ Ծրագրերը, որոնք ներկայացվում են մշակույթի նախարարություն, այդ միջազգային գրական փառատոների, համագումարների եւ միայն մշակույթի չէ, Սփյուռքի նախարարությունը եւ նաեւ հովանավորներ Արա Աբրամյանի ուրեմն կոնգրեսը մի խոսքով այսպիսի հովանավորչական եւ այլն ծրագրային աշխատանքներ են իրագործվում։ Մնացած խնդիրները որ պիտի ծրագրեր առաջարկվի եւ մեր Հայկը եւ մեր Ուժանը Սուսանան բոլորը մենք իրար հետ քննարկելու ենք լավագույն ծրագրերը դառնան գործողություն։ Այն միտքը, թե գրողների միության նախագահ պարտադիր չի գրող լինի, ուրեմն այս վերաբերմունքը ես համարում եմ սխալ եւ մենք տեսել ենք դրա հետևանքները։ Ֆիզիկայի ինստիտուտի ղեկավարները պիտի ֆիզիկոս լինեն, նկարիչների միության ղեկավարները պիտի նկարիչ լինեն եւ գրողների միության ղեկավարները պիտի գրող լինեն, ինչու, որովհետեւ ասել լավ մենեջեր, չգիտեմ ես ինչ նախարարը պիտի լավ մենեջեր լինի, անկախ նրանից գիտի իր ասպարեզը թե չգիտի, ես դա համարում եմ մեծագույն սխալ եւ մեր ուրեմն տարբեր բնագավառների ավելացությունը հենց կապում եմ դրա հետ։ Ուրեմն չեղած գրողը, չկայացած գրականագետը, չկայացած այլ մասնագետը իրեն մենեջեր հորդորժող նա գալու է եւ տապալելու է այդ միությունը։ Շնորհակալություն պարոն Միլիտոնյան, կարճատև դադարից մենք կշարունակենք այս զրույցը։ Դասական գրականության մեջ փնտրեք այսօրվա խնդիրների պատասխանները։ Հիմա մենք 6 հոգով 8 երկ ենք երկում արդեն, հենց հիմա, հենց այստեղ։ Գրողների միության նախագահ եւ պիտի մեծահոգի լինի եւ խանդի տեսարան չպիտի սարքի պիտի ընդունի որ ինքը գրողների միության նախագահ է սակայն իրանից տաղանդավոր գրողներ կան Մարդկային գործոնն այսօր անդրադառնում է հարգարժան պատվավոր գրողների եւ իհարկե մասնավորապես Հայաստանի գրողների միության նախագահական ընտրություններին։ Պարոն Ափինյան, մի այսպիսի հարց. երիտասարդ սերունդը առավելապես կողմ է, որպեսզի նախագահ, միության նախագահ առհասարակ լինի ավելի որակով զարգացած ղեկավար, մարքետոլոգ, չգիտեմ, մենեջեր, գուցե օտարածին բառեր են, բայց հասկանալի են։ Հնչել էր նախքան ձեր գալը, բայց դուք եթե չեմ սխալվում դեմ եք։ Ոչ, գործարար լրիվ ուրիշ բան է։ Բոլորովին այլ բան է։ Եվ սպիկեր։ Ես երբեք չէի կարծում, որ գրողները այսքան վիրտուոզ կերպով խեղաթյուրում են ոչ գրողների ասածները։ Պարոն Ափինյան, դուք եթե չեմ սխալվում դեմ եք այդ կարծիքին եւ գտնում եք որ պետք է գրող լինի։ Ինչպես նաեւ պարոն Միլիտոնյան։ Հայաստանի գրողների միությունում այդ պաշտոնը վերապահված է Դա կդառնա գրող այդ մենեջերը։ Այդ մենեջերը կդառնա գրող եւ կարտադրի ապաշնոր գրական գրվածքներ, դա ողբերգություն կլինի մեր ողջ գրականության համար։ Ապագա նախագահը պետք է գրողների միության միջից լինի, իմանա գրողների միության պատմությունը, անցյալը, գրողների հետ վարվելու, նրանց հետ առաջվելու շփվելու փորձ ունենա գրողների անպայման պիտի ճանաչի։ Կա այդպեսի մարդ ձեր տեսակետում։ Ունենք կառավարողի, մենեջերի եւ տնօրենների մասին ընդհանրապես։ Մենք մտածում ենք, որ նրանք գործարարներ, բիզնեսմեններ են, գալիս են այդտեղ բիզնես անելու։ Խոսքը կառավարման մասին է, նույնիսկ այստեղ ֆինանսական խնդիրներ եւ օբյեկտիվ կառավարման, ուզում եմ դա նշեմ։ Գրողները կարող են շատ սուբյեկտիվ լինել եւ միմյանց նկատմամբ առաջին Պարոն Ափինյան, ենթադրենք դուք երիտասարդ եք, ես Հայաստանի գրողության ղեկավար կազմում եմ եղել, ներողություն, 1996 թվականից եւ ես շատ բան եմ տեսել ու
մեր ավագ գործընկերներն պես շատ բան են տեսել։ Հավատացեք մեզ, որ այս ասվարեզը շատ նուրբ է, ավելի ձեզ ասեմ, ոչ միայն այդ գրողը պետք է լինի անպայման տաղանդավոր անհատականություն, այլև պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանի գրողության դեմքը որոշեն տաղանդները։ Այսօր մենք տաղանդավոր անհատականություններ ունենք եւ հասարակության ներկայացնելու հարց, որ առաջանա, միջակայությունը այստեղ անելիք չունի, միջակայությունը միշտ պետք է շրջապատի։ Ես գիտեք ինչ եմ հասկանում։ Պարոն Ափինյան, ներեցեք, մենք այսօր տալիս ենք որակումներ, միջանկություն, տաղանդավոր, շատ տաղանդավոր։ Ժամանակի ընթացքում է լոկ որոշվում ով է շատ տաղանդավոր, ով քիչ տաղանդավոր։ Ես ներողություն եմ խնդրում, Դաստոևսկին ժամանակին իր ամեն գործը հրատարակելուց առաջ, որն ուղարկում էր ռուսաստան եւ անգամ փող չուներ դա ուղարկելու համար, ամեն անգամ ապրում էր խորագույն ստրես եւ մեծագույն մեղադրանք էր ուտում հացի հետ, հա։ Եվ այս պարագային մենք երբևիցե չեն կարող դատել։ Հիմա իմ հարցը այսպեսին է. դուք ունեք ձեզ համար պոտենցիալ տեխնացու։ Անպայման ես կարծում եմ, որ գլխավորը այն չի, որ անձի մասին խոսենք։ Ավելի լավ է որակների մասին խոսենք։ Դասական գրականության մեջ փնտրեք այսօրվա խնդիրների պատասխանները։ Այդ թվում նաև Հայաստանի գրողների միջան ճակատագրի։ Շնորհակալություն, այստեղ հնչեցին շատ տարատեսակ կարծիքներ, որ պետք է լինի գրող, բայց պետք է լինի ներծից, բայց պետք է լինի լավ, Հայկ ասում է, որ պետք է լինի նաև ճիշտ, հստակ ղեկավարող, ինչի հետ ես լրիվ համակարծիք եմ։ Պարոն Տեր-Գուլանյանը նշում է, որ պետք է ճռճռացող սայլից ազատվել, բայց նաև ասում ենք պետք է վերականգնել այդ ավանդույթները։ Հիմա մենք 6 հոգով 8 երգ ենք երգում արդեն, հենց հիմա, հենց այստեղ։ Արդյոք կա ներքին համաձայնական որոշում։ Արդյոք գրողների միության անդամները կարող են միահամուռ կայացնել որևէ որոշում, ասել հայկի, եթե տրվեն ծրագրեր, ծանոթանանք տեխնացուների հետ, կամ ենթադրենք դա պարոն Միլիտոնյանն է, նաև տեխնացուներից մեկը, հա։ Պարոն Տեր-Գուլանյան, կա այդ միահամուռ տեսակետը։ Այդ բոլոր տարիներին էլ վերջնահաշվում ընտրվել է նախագահ, չէ՞։ Ուրեմն եղել է միահամուռ այդ տեսակետը։ Այսօր էլ կլինի։ Խնդիր չկա, ամսի 20-ին էլ կլինի այդ բանը։ Կլինի, իհարկե կլինեն մարդիկ, որ այլ տեխնացու կուզեն։ Բնական է։ Վերջին հաշվով ազատ երկրում ենք ապրում, ով ամեն գրողների միության ամեն անդամ իրավունք ունի իր տեխնացիությունը դնելու։ Թող դնեն։ Խնդիրը դա չի։ Ես գիտեք ինչ եմ համաձայն ես Նազարյան ջան, լավ հասկանում եմ։ Ընտրում անդամը իր ղեկավարին։ Ինչն է ծանոթությունը, որովհետև գիտի այդ մարդուն անձնապես, որովհետև ունի ակնկալիքներ, սպասելիքներ, որովհետև գիրքը կտպագրեն։ Առաջին ինչքանով է ճանաչում այդ մարդուն։ Ինչքանով է ճանաչում։ Այդ մարդը ինչ դեր ու նշանակություն ունեցել այս ընթացքում գրականության հետագիծը ինչպիսին է։ Գրողների միության նախագահ եւ պիտի մեծահոգի լինի, եւ խանդի տեսարան չպիտի սարքի։ Պիտի ընդունի, որ ինքը գրողների միության նախագահ է, սակայն իրանից տաղանդավոր գրողներ կան։ Պարոն Միլիտոնյան, ձեզ որպես եւ պաշտոնակատարի եւ որպես այսքան ընթացքում լրությամբ, համբերությամբ դիմացող մարդու ամփոփենք այսօրվա փաստը եւ արդյոք ձեզպես մարդը կարող է լինել գրողների միության նախագահ, արդյոք ձեր անձնային կապերը եւ այն, որ դուք ճանաչում եք գրողների մեծամասնության, եթե ոչ բոլորին, չի խանգարում կամ չի խանգարի ղեկավարությանը եւ ձեր տեսակետով ով ու ինչպես պետք է լինի գրողների միության նախագահ։ Ես կարծում եմ ընդհանուր մեր ընկերների խոսքերի մեջ կային արդեն դրույթներ, ձևակերպումներ, որոնք բնորոշում են որևէ ղեկավարի։ Դիցուկ այս ասպարեզի ղեկավար բոլորն էլ կցանկանային այնպիսի մեկին, որը իրենց հետ աշխատել է, որը փորձ ունի, որը ինչ-որ հարցեր է լուծել, որը նաև գրողի արժանապատվության, գրողի իրավունքների, վերջապես գրողական մեր աշխարհում չափանիշների կայացման։ Ես կուզեի, որ իհարկե պարկեշտ մարդ, ինչպես մեր ուժը ասած, տաղանդ գնահատել, տաղանդավոր մարդուն։ Ես այն կարծիքին չեմ, թե հնարավոր չի տաղանդավոր մարդկանց գրվածքները գնահատել, կան չափանիշներ։ Մոտավորապես մի 20 չափանիշ կա, որ տաղանդավոր երկը կարելի է ուրեմն գտնել, մեկտաբանել, վերլուծել եւ մարդիկ տաղանդավոր կան, ուրեմն մենք այդ ամենը պիտի բերենք առաջի պլան, սա պիտի լինի գրողի միություն, մենք այսպես գրողների միություն, այսպես ասելով այդ անունը ճիշտ է չի համընկնում էության հետ, որովհետեւ գրողների միության մեջ կան թարգմանիչներ, գրականագետներ եւ այլն, ուրեմն մեր ասպարեզի մարդիկ եւ գրողներ տարբեր ժանրերի, այնպես որ ես կարծում եմ անհատականությունը այդտեղ մեծ դեր է խաղալու։ Ես ցանկանում եմ, որպեսզի իմ ցանկությունը ասեմ, մեր գրողների համագումարը լինի գրողական,
մեր գրողների համագումարի ընտրությանը չմասնակցեն պաշտոնյաներ կողքից իրենց ուղղորդումներով, դա կլինի մեծագույն ամոթը մեր համագումարի։ Երկրորդը մաքուր գրական չափանիշներ մարդկային եւ ծրագրային ինչպես Շնորհակալություն պարոն Միլիտոնյան, իսկ ես ամփոփելով եւ ավարտելով այսօրվա եթերն ուզում եմ ասել, շնորհակալություն, որ եկաք եւ շնորհակալություն պարոն Ափինյան, ուզում եմ նշել, որ երկու կարելի ասել իրար հակադիր բևեռներու մարդիկ ծիրուն, քաղաքակիրթ, հանգիստ ձևով զրուցում էին եւ սա է այն, ինչը պետք է լինի։ Պետք է ապրել գեղեցիկ, մտածել, զգալ գեղեցիկ, հագնել, գնալ գեղեցիկ, ուտել, խմել, քնել գեղեցիկ, մեռնել գեղեցիկ, ամեն բան գեղեցիկ։ Սրանք Ավետիք Իսահակյանի խոսքերն էին, որը եղել է առաջին նախագահը գրողների միության։ Ապրենք, մտածենք, ստեղծենք գեղեցիկը եւ միայն օգնենք մեկ-մեկու, վստահ եմ այս պարագային թե գրողների միությունը եւ թե բոլոր մնացյալ միությունները միայն կապրեն, կաճեն, կզարգանան եւ կգեղեցկացնեն իրենց ներկայությամբ ու գոյությամբ մեր այսքան խավար ներկան։ Կհանդիպենք կրկին սա մարդկային գործոններ։